Անձամբ հանդիպել եք Պետրո Արգամունդի հետ, ինչպես բացատրեց իրենց այդպիսի հակահայկական հայտարարությունները ապրիլյան դեպքերի ժամանակ։ Բացատրեց նրանով, որ այդ ռեզոլյուցիաները, որոնք ինքը նշել է, դրանք ընդունված են, եւ բացատրեց նրանով, որ ԵԽԽՎ-ն չունի հակառակ որոշում եւ տարբեր ժամանակներում 1-2 անգամ ԵԽԽՎ-ն ընդունել է որոշումներ, որտեղ այդ ձևակերպումները եղել են։ Այսինքն լոկ ֆորմալ փաստաթղթից քայլելու, փաստաթղթից շարժվելու ընդհանրապես մի հիմնավորում։ Իհարկե մենք իրան ներկայացրել ենք եւ հայկական հանրության ամբողջ եւ դժգոհությունը եւ հասկանալու, իրեն չհասկանալու այդ իրավիճակը, երբ ամբողջ աշխարհի եւ միջազգային կազմակերպությունների եւ բազմաթիվ երկրների ղեկավարներ այդ օրերին խոսում են եւ առաջի հերթին կոչ էին անում կրակը դադարեցնել, ռազմական գործողությունները դադարեցնել, արյունահեղությունը դադարեցնել, ինքը խոսում էր ՄԱԿ-ի ռեզոլյուցիաների մասին, որոնց մասին անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը իր խոսքում այդ օրերին չէր հիշել։ Ես ասեմ ձեզ, որ ԵԽԽՎ-ում կատարվեց մի հատ աննախադեպ երևույթ։ Իմ այսքան տարիների ԵԽԽՎ-ում շուրջ 14-15 տարի ես աշխատում եմ ԵԽԽՎ պատվիրակության մեջ, ես չեմ հանդիպել նման դեպքի, որ եւ գրավոր նման հանդիմանանքներ ստանա ԵԽԽՎ նախագահը, ինչպես որ մենք ուղարկել ենք մեր գրավոր նամակներով եւ իրեն եւ նախագահական կոմիտեի անդամներին եւ բյուրոյի անդամներին եւ դրանից հետո նաեւ ամբողջ ԵԽԽՎ պատվիրակներին։ Այսինքն մենք շուրջ 650 մարդու ներկայացրել ենք մեր այս դժգոհությունը։ Եվ նաեւ ես չեմ հիշում որևէ իրավիճակ, երբ ԵԽԽՎ նախագահի քայլերը լիագումար նիստի ժամանակ նման կարգով քննադատվեն, ինչպես որ սա է եղել։ Կարծում եմ, որ դա շատ լուրջ արձագանք էր հայկական պատվիրակության կողմից եւ այդ արձագանքը ինքը իսկապես զգացել է եւ մեր զրույցի ընթացքում նաև խնդիր էր շոշափվում նրա վերաբերյալ, թե ապագայում, հետագայում ինչպես պետք է մենք մեր աշխատանքները, այսպես ասած, համատեղ ծավալենք։ Նաիրա ջան, ուրեմն սահմանին կանգնած զինվորը հաղթում է իրակրվում, դիվանագետը հաղթում է իրակրվում։ Ուրեմն Մինսկի խումբը, որը վերջին 5 տարվա մեջ մենակ 5 հայանպաստ որոշումները, հայտարարություններ է կայացրել։ Մինսկի խմբի ոչ թե արտգործնախարարների, ոչ թե Քոչերսի, այլ Մինսկի խմբի երկրների ղեկավարների մակարդակով, այսինքն Օբամայի, Պուտինի եւ Հոլանդի մակարդակով հայանպաստ որոշում հայտարարություններ են կայացվել։ Ձեր կարծիքով դա դիվանագիտական աշխատանքի ձախողում է։ Չի կարելի։ Ճիշտ է, արտաքին քաղաքականությունը այն աշխատանքն է, որը շատ երևացող չի, որը իր բնույթով մեծ մասամբ հեռու է թափանցիկությունից կամ հեռու է ներկայանալիությունից, բայց արդյունքը իր երևում է։ Վերցրեք 5 հայտարարությունները կարդացեք եւ մի հատ տեսեք, սա դիվանագիտական աշխատանքի ձախողում է։ Վերջին դեպքերը եկեք հայփոփենք, տեսեք, ուրեմն ապրիլի 1-ին Նաիրա ջան, ապրիլի 1-ին մարդիկ գնդակոծությունը սկսել է, 2-ին, 3-ին, 4-ին ամբողջ եվրոպական երկրների ղեկավարները հայտարարել են, որ դուք արտգործնախարարները հայտարարել են, որ դուք պիտի վերադառնաք 94 թվի պայմանագրին։ Դուք պիտի վերադառնաք մի րոպե սպասիր։ Երբ որ մարդկանց ասում են, որ դուք պիտի վերադառնաք 94 թվականի պայմանագրին, որը որ այս մարդիկ այսքան բանն անում են այդ պայմանագրից դուրս գալու համար։ Երբ որ միահամուռ կերպով ԵԱՀԿ բոլոր երկրների լիդերները մատնացույց են անում, ուղղակի գնացեք նստեք բանակցային սեղանի շուրջը, այդ օդից է գալիս։ Որևէ հավասարության նշան ընդունված է քաղաքականության մեջ, արտաքին քաղաքականության մեջ, բայց դա շարունակական չի, եւ դուք նկատեք նաեւ տարբերությունը, անցյալ տարվա հունվարի հայտարարությունը հավասարության նշանով էր։ Ոչ, անարդար եք, անուշադիր եք եւ չեք աշխատում, եւ հետո մյուսներին քննադատում եք, ասեք։ Այլ հանրացություններին այլ ընտրանք չկա եւ ռազմական լուծումն անընդունելի է, միևնույն ժամանակ չեն ասում ապրիլին ով խախտեց կոնկրետ այդ հրադադարի ռեժիմը, ինչ որ ձև կարող է դա ասեմ ձեզ, տեսեք,
նախ եւ առաջ առաջինը ամենակարևորը ինչ ազդել է, դա այն էր, ու ազդել է ու պիտի ազդի, դա այն էր, որ եվրոպական բոլոր երկրները միահամուռ կերպով չընդունեցին չընդունեցին եռակողմ պայմանագրից դուրս գալու իրենց միտումը, իրենց ցանկությունը վերադարձրեցին բանակցային սեղան, վերադարձրեցին Մինսկի խմբի շրջանակներում։ Ինչ է Ադրբեջանը այդքան պայքարում Մինսկի խմբի դեմ։ Տարական բանը կարելի է նստել, քննարկել եւ հասկանալ, եթե Մինսկի խմբի մադրիդյան սկզբունքները Ադրբեջանի համար բարենպաստ լինեն, ինքը դրա դեմ կպայքարի։ Այսինքն, եթե մարդիկ 5 տարի անընդհատ ռմբակոծում են Մինսկի խումբը եւ ռմբակոծում են իր առաջարկած մադրիդյան սկզբունքները, մենք հայկական հասարակությունս կարենք գոնե մտածենք, որ երևի դա իրանց բարենպաստ չի, ադրբեջանանպաստ չի, իրանց ձեռնատու չի դրա համար։ Մեր ղեկավարները բազմաթիվ անգամ այդ մասին ասել ենք, դա այն չի, ինչը մենք կերազենք, բայց դա մեզ համար հիմք է, որպեսզի մենք աշխատենք եւ գնանք դեպի խնդրի լուծումը։